հայոց աշխարհում նախընտրական կամպանիայի նախավարժանքն է, կարելի ասել, որովհետև որպես կամպանիա դեռ շուտ է, բայց մի փոքր ուժերի ստուգում է եւ ստուգայց է, ոչ միայն տեղի մեր Հայաստանի Հանրապետության քաղաքական ուժերի համար, այլ նաև դրսի ուժերը ակնհայտորեն եւ ակտիվորեն աշխատանք են կատարում յուրայինների հավաք։ Ես կասեի ինվենտարիզացիա գույքագրում է տեղի ունենում, ովքեր են պատրաստ հայտ ներկայացնելու քաղաքական իշխանության համար։ Այդ դրանք հիմա աշխուժանում են եւ իրենց խորոչներն են ուզում զբաղեցնել։ Բայց մրցակցում են գրեհկաբանությամբ, այսինքն ով ավելի գրեհիկ իրեն կդրսևորի այս ընթացքում։ Շատ լավ կլիներ, որ համարեինք ներքևից սկսում են կբարձրանան վերև։ Այսինքն սահմանապահ, սահմանային գրեհկությունից սկսում են, հետո կբարձրանան արդեն կլինի գործնական պատշաճ վայել մեր հասարակությանը, մեր ժողովրդին մակարդակ։ Ես կարծում եմ դա, իսկ գրեհկությունը նոր չի, ես պետք է ասեմ, որ նոր չի, նախորդ ազգային ժողովներում էլ մենք ձայնագրությունները ունենք, ականատես ենք եղել ամենացածր պրոբի գրեհկաբանության։ Վարչապետը որպես գործառույթ պետք է մեզ բոլորիս պաշտպանի, այդ թվում նաև նրանց, ում ինքը համախոհը չի, ում համախոհը չի, ում կողմնակիցը չի, միևնույն է, նրա պաշտոնը մեր անձնական կյանքը, մեր առողջությունը, մեր կրթությունը, մեր անվտանգությունը ապահովելն է։ Նա ներկայացուցիչն է։ Չէ, նա պարտավոր է, նա ծառայում է։ Չէ, արտաքին աշխարհի համար։ Կյանքը պետք է նա պաշտպանի։ Այսինքն դա է իր ֆունկցիան։ Պետք է պաշտպանը լինի բոլորի, նա բոլոր Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների վարչապետն է, ուրեմն մենք բոլորս պետք է իմանանք, որ մեր հարևանը, մեր դրացին փողոցում որևէ մեկը կամ ինչ-որ մեկը եթերում, եթե հայհոյում է, վարչապետը պետք է կանխի, կանխարգելի եւ պատժի։ Հիմա տեսնենք ինքը իրեն ինչպես է պատժելու, որովհետեւ ինքը իրավունք չուներ դեռ լեզվի մասին չխոսենք, որտեղ լեզվի հասկանալի է, որ անընդունել է։ Դուք պատկերացրեք, որ ինքը հայտարարել է, չէ՞, Հայաստանը իր տունն է, օջախն է, ինչն է։ Բայց դուք ու տանը այդ լեզվով ես խոսում։ Հայաստանը չափազանց մեծ եւ ծանր երևույթ է, որևէ մեկը չի կարող այդ մակարդակում, նույնիսկ վարչապետի, նախագահի, նախարարի, падգամավորի մակարդակի գրեհկաբանությունը չի կարող վարկաբեկել հայ ժողովրդին եւ հայկական պետությունը։ Ես կարծում եմ, որ չափազանցություն կա, բայց դա ես նախորդ բարբերությունում ես ասացի, որ դա նախընտրական կամպանիայի խնդիր է, ուրեմն նախընտրական կամպանիաների ժամանակ, նույնիսկ նախավարժանքների ժամանակ խոսքի ազատությունը սահման կարմիր գծեր կոչվածները անցնում են։ Հիմա դա անցել է, ես դրա մեջ վտանգ չեմ տեսնում։ Պետությանը վտանգ չեք տեսնում։ Համա դա վտանգավոր չի, որովհետև ավելի լուրջ գործ, այ վտանգավոր է պետության համար, նա որ ազգային ժողովը, ազգային ժողովի հատուկ հանձնաժողովները, որոնք որ կոչված են կարգավորել հասարակական կազմակերպությունների վարքագիծը, օրինակ կրոնական կազմակերպությունների մասին օրենքը ազգային ժողովում պետք է լիներ ու ազգային ժողովի падգամավորները պետք է բարձրացնեին հարցեր, օրինակ կրոնական կազմակերպությունները թափանցիկ են, թե չէ, դրանք օգտակար են, թե վնասակար, դրանք ինոագենտ են, թե մեր քաղաքացիների շահերի ներկայացուցիչն են։ Ես ուզում եմ ասել, որ ինստիտուցիոնալ բան պետք է լիներ, օրակարգ եթե գալիս է, մեր մոտ պետք է օրակարգ գա, դա կրոնական կազմակերպություն, մեխանիզմներ կան։ Ազգային ժողովը հենց դա է, սահմանադրությունը դրա մասին է։ Այսինքն սահմանադրությունը պետք է օրակարգ ձևավորի, սահմանադրությունից բխում է ազգային ժողովը, սահմանադրական դատարանը, դատախազությունը, դատարանների այդ բդխները
Դրանք բոլորը օրակարգ ձևավորեն ոչ թե փողոցը պետք է դառնա օրակարգ, օրինակ մենք հենց հիմա տիրաժի ենք ենթարկում գրեհկաբանությունը, օրինազանցությունը, մենք հիմա տիրաժի ենք, մենք էլ ենք օգնում, որ դա դառնա քննարկման առարկա։ Ես ասում եմ, որ մենք այսօր շատ ավելի լուրջ խնդիրներ այո, լուրջ նայ, որ կա հանձնաժողով, հանձնաժողովի օրակարգ առաջարկում ենք մտցնել կրոնական կազմակերպությունների մասին օրենքը, օրինակ թափանցիկությունը, վարչապետը դա բարձրացրել էր, բայց իր լեզվով, այսինքն անընդունելի հրապարակում իրենց տանը արգելվա, դա կարելի է ասել խցիկում բանտային, ու այնտեղ էլ պատժում են գրեհկաբանության համար։ Դա ասենք մարդու կուլտուրայի մասին է խոսքը։ Դա ընդունված է իրենց տանը այդ լեզվով խոսում են իրենց աղջիկ երեխաների հետ անչափահաս։ Դա բան է։ Մենք ուրիշ ընտանիքներում էլ տեսել ենք, չէ՞, որ հրապարակային մարդիկ ինչ լեզվով են խոսում հասարակությանը, ազգային ժողովում սեռական բնույթի հայհոյանքներ, դա այսինքն ուրիշի կանանց մոտ, ուրիշի դուստրերի մոտ, եթե դու քեզ թույլ ես տալիս սեռական բնույթի հայհոյանքներ, նշանակում է քո տանն ես դու դա անում։ Դա ընդունված է, քո բերանից թռավ, չէ՞, դու դա այդ, բայց դա թողնենք։ Ես կարծում եմ, որ ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովի ես հույս ունեմ, որ դա այն բարձր դասարանի աղջիկը չի, որ գյուղսովետի նախագահի կամ ոնց ենք թաղային լիազորներ կային, չէ, որ գնում էր տեղեկան կուզելու, ասում էր դասից հետո արի, բայց ինչի դասից հետո, ասում էր տեղեկանքը գրող կա, դասից այդ աղջիկը պետք է գա իր բարեկամը, որտեղ գյուղսովետի նախագահը չի կարող տեղեկանք գրել։ Հիմա մեր այդ հանձնաժողովը տեղեկանք գրող աղջկա կարգավիճակ ունի։ Մենք ասում ենք աղջիկ ջան, մի հատ տեղեկանք գրի, կրոնի քաղաքական կազմակերպությունների մասին մի հատ տեղեկանք գրի, օրենքի նախագիծ, նախաձեռնեք, որ հասարակական կազմակերպությունների շարքում կրոնական կազմակերպություն, օրինակ ես տեղը ասում եմ, օգնում եմ, այդ աղջկան ասում եմ ինչ պետք է գրի։ Գերմանիայի օրենքը, ֆեդերատիվ օրենքը կրոնական կազմակերպությունների մասին, դա արտագրեք, թե թարգմանեք հետո արտագրեք, կամ արտագրեք հետո թարգմանեք։ Վերցրեք Գերմանիայից, լավ Հունաստանից դա վերցրեք, որևէ երկրից, որտեղ որ կրոնի հետ պետության հարաբերությունները մի քանի 100 տարի է ձևավորվել են, ասենք Ֆրիդրիխ Մեծն է եղել էլի, ծեր ֆրիցը, նա ժամանակներից սկսած խղճի ազատության մասին, այ խղճի ազատությունը վերցրեք, դրանից թող բխեն նաև օրենքները։ Գերմանիայում գիտեք ոնց է օրենքը, ճիշտ այնպես ինչպես մեր սովետական միությունում աղջիկները չափահաս անզավակության հարկ էին մուծում։ Դուք պատկերացնեք սովետական միությունում ինչ օրենք է եղել։ 18 տարին լրացրած աղջիկը եթե աշխատում էր, անզավակության հարկ էր մուծում, ուրեմն պետք է բերես։ Աղջիկը պետք է բերի, որտեղ հարկ էր մուծում, տուրք էր տալիս։ Գերմանիայում կրոնական համայնքները պետությունում արձանագրված են եւ անդամավճարը մուծում են ոչ թե իրենց եկեղեցու տերտերի ջեբն են խցկում, այլ տանում մուծում են հարկայինում, թե չէ նա չի կարող մկրտվել, չի կարող պսակադրություն կազմակերպել Գերմանիայում, Հունաստանում նույնպես, ես ինչ եմ այդ երկու օրինակ բերում, այսինքն գրանցեք կրոնական կազմակերպությունների հավատացյալներին, թող գրանցվեն հարկայինում, անդամավճարը հարկայինով մուծեն գնա եկեղեցի։ Աղանդներն էլ այո, սա հակաաղանդային է, հակաբեկչական միջոցառում է, գերմանացիները դրանով պայքարում են ստվերային գումարային շրջանառության դեմ, ստվերում գումար չպետք է պատտվի, օրինակ կաթոլիկները ում են փողը տալիս, չէ, գերմանացի մի 20-30 միլիոն կաթոլիկ կա Գերմանիայում, այն նրանք մուծում են, հարկայինը այ աշխատավարձը ստացար կամ ինչ որ շահույթ ունեցար, դու այդ շահույթից անդամավճարը մուծում ես քո համայնքին, պետությունը այստեղ բոլոր հարկատուների հաշվին ծառայություն է կատարում այդ համայնքի համար։ Տեսեք, ես ասում եմ, թափանցիկություն եք ուզում, օրենք ընդունեք,
այդ մատաղի փողը, որ տալիս ենք, հարսանիքի փողը, որ տերտերին տալիս ենք, այդ չենք տա։ Իրեն չենք տա, ինքը կգնա աշխատավարձ կստանա իր գանձարանից, հա, գանձապահից, չգիտեմ, հաշվապահից, դա պետությանը չի, ուղղակի պետությունը իր խողովակներով ապահովում է ֆինանսների շրջանառությունը, գույքի շրջանառությունը ապահովում է, այսինքն թափանցիկ է, պետությունը գիտի, աղանդները դավադրություն կազմակերպում են, թե դրանք աղանդ են, թե կրոնական համայնք են նախ եւ առաջ, օրինակ դա, հիմա մենք պոզիտիվ ենք դարձնում, էլի, չխոսենք ակննդականի մասին, դու հայհոյեցիր, մենք էլ քո